Ով էր Ավետիք Իսահակյանը։ Ավետիք Իսահակյանը կոմպոզիտոր է։ Դες ես քեզ շփոթեցրի, որ տեսնեմ դու ստուգ ես հիշում թե չէ։ Ով էր կոմպոզիտորը, դե ասա։ Պարոն Խաչատրյանը։ Հայերեն կոմպոզիտորին ինչպես ենք անվանում։ Երկարանց։ Ապրես։ 69-ամյա Վալյա Մարգարյանը մասնագիտությամբ բանասեր է։ Այս տղայի հետ նա պարապում է հայերեն եւ ռուսերեն։ Ազատ ժամանակ շատ է կարդում։ Գրքերն են նրա ընկերները։ Արդեն 48 տարի ապրում է միայնակ։ Մեզ պիտունն է ու ես։ Ճիշտ է, անի աբերակներն են ինչպես տեսնում եք, բայց թագավորը ես եմ թագավորում ես աբերակների վրա։ Ես գոհանում եմ միայն Աստծուց նրանով, որ գոնե այսքանը կա, ես ապրում եմ։ Ես աշխատել եմ արխիվային վարչությունում որպես գիտաշխատող, հետո մասնավոր պարապել եմ աշակերտների հետ։ Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպությունը երկրորդ շունչ է տվել ինձ, ասում է Վալյա Մարգարյանը։ Շուրջ 9700 միայնակ տարեցների հաշմանդամություն ունեցող մարդկանց, փախստականների ու անապահով այլ խմբերի այս կազմակերպությունն օգնում է հաղթահարել բժշկական, սոցիալական եւ հոգեբանական խնդիրներ։ Կազմակերպության շահառուները հիմնականում 63-ից բարձր միայնակ, անժարանք թոշակառու քաղաքացիներ են։ Տիկին Վալյան առաջին կարգի հաշմանդամ է, ունի առողջական խնդիրներ, շաքարային դիաբետ, հենաշարային ֆունկցիայի խանգարում, աչքի հիվանդություն։ Նա սպասում էր մի բժշկի, որի մասին շատ լսել էր, թերթերից կարդացել էր, Ռոջերսը, կարողացանք մենք Ռոջերսի հետ նրան կապի մեջ մտցնել, ուղեկցեցինք եւ նա կարողացավ այդ վիրահատությունը Երևանում կատարի այդ մարդու բժշկի օգնությամբ։ Երբեք չեմ ուզում կոտրվել ու ասել, գիտեք, այս հիվանդությունը կարող է ինձ պարտության մատնել։ Առայժմ չեմ կոտրվում, չպիտի կոտրվեմ։ Չեմ ուզում ճիշտն ասած, այնպես լինի, որ մեկի կարիքս կամ ասեմ, գիտեք, այսօր սա չեմ կարողանում ինձ օգնեք։ Բուժքույրը 2 անգամ այցելում, որովհետև ստանում է պոլիկլինիկայից դեղորայքը ու հանձնում է տիկին Վալյային, բայց եթե լինում անհրաժեշտություն, ավելի հաճախ ենք այցելում, որովհետև մենք աշխատում ենք շահառուի կարիքից ելնելով։ Սոցիալական աշխատանքի խորհրդատվություն, միջնորդում, ուղղորդում, փորձում ենք աջակցել ամեն կերպ։ Այնտեղ գրական խմբակ ունենք, այդ խմբակն եմ ես վարում։ Աշխատում եմ 80-90 տարեկան տատիկ պապիկների, այդ աշխատանքի արդեն։ Եվ նրանց հետ գրական խմբակում միջոցառումներ ենք դնում, նոր հեղինակների հետ ենք ծանոթանում, մեր հայ հեղինակներին ենք լուսաբանում։ Միակ բանը, որ ես այսօր ուզում եմ, աշխարհին խաղաղություն եմ ուզում։ Միակ բանը առողջությունից, հարստությունից, ուտելիքից, մտերմությունից, բարեկամությունից առաջ ես աշխարհին խաղաղություն եմ, որտեղ այն ինչ որ այսօր կատարվում ինձ ցավ է պատճառում։ Երեք ես ընկերուս հետ էի խոսում, մենք երկուսով ասաց ինչ կուզեիր անել այս օրերին, ասաց կուզեի ինձ տանեին բանակ, չեմ ասում տանեն հրացան որ ես կրակեմ, գոնե կարտոֆիլ մաքրեմ խոհանոցում ճաշի, որ մեր զինվորը ուտի, մենակ թե խաղաղություն լինի։